Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն հուլիսի 13-ն է եւ սա թվով մեր երկրորդ հաղորդումն է, երեկոյան հաղորդումն է։ Հետաքրքիր մի քանի կարևոր հարց ունենք քննարկելու, դրա համար կարիք առաջացավ մեր երկրորդ հաղորդումը անցկացնելու։ Կարևոր է անդրադառնալ Կայա Կալասի հայտարարությանը Հայաստանի վերաբերյալ, փաստացի նոր առաքելություն է սկսում Եվրամիությունը, եւ դրանից բացի հետաքրքիր տեղեկություն ստացանք տիպ ծրագրի շուրջ, քանի որ ազատությունը հետաքրքիր հարցեր էր ուղղել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարություն, հետաքրքիր շատ պատասխաններ են ստացել, ԵԱՏՄ-ի մասով իմ մտածնակ տպավորություն է առաջանում, որ ազատությունը ուզում էր այլ բան լսել, դրա համար ԵԱՏՄ-ի մասով հատուկ հարցում էր ուղարկել, թե փոխարտգործնախարարի հայտարարությունը հիշում եք, որ թրիփը պետք է գործի ԵԱՏՄ-ի կանոններով, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, այդ հարցն էր ազատությունը ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարություն, ամենայն հավանականությամբ սպասելով լրիվ այլ պատասխանի, բայց ստացան այն, ինչին չէին սպասում, եւ դա չափազանց կարեւոր է, որ մենք քննարկենք։ Դրանից բացի Թրամփը արթնացել է եւ մի քանի հայտարարություններով է հանդես եկել, ինչից մենք հստակ հասկանում ենք, թե ինչ ծրագրեր կա հստակ արդեն Հորմուզի նեղուցում եւ Իրանի շուրջ, Իրանը կրկին շրջափակման մեջ է վերցվում, իսկ Հորմուզի նեղուցում հատուկ նավարկություն է լինելու։ Մանրամասն կխոսենք, քանի որ կան նյուանսներ եւ բավականին շատ հետաքրքիր ու կարեւոր նյուանսներ, որոնք որ միանշանակ պետք է մենք քննարկենք։ Պուտինն էլ մի քանի հայտարարություններով է հանդես եկել, դրան էլ նույնպես անպայման կանդրադառնանք։ Անպայման լայքեք սիրելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել, գրեք ձեր մեկնաբանությունները, կարծիքները չափազանց կարևոր են, ես միշտ փորձում եմ հետևել, հնարավորության դեպքում նաև պատասխանում եմ, այնպես որ շատ շնորհակալ եմ յուրաքանչյուր մեկին, ով որ լայքում է, դիտում է, բաժանորդագրվում է կամ բաժանորդագրված է կամ մեկնաբանում է։ Սկսում ենք։ Ուրեմն Կայա Կալասը, ով որ ներկայացնում է Եվրամիության արտաքին քաղաքականությունը, շատ հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ։ Մեկ-մեկ այնպիսի հայտարարություններ ենք լսում, որոնք որ կարծում ենք վաղուց արդեն պետք է իրականացված լինեին, բայց արիուտես որ իրականացված չեն եղել։ Խոսքը կոնկրետ նոր առաքելության մասին է, որը որ Հայաստանը հիմա ուղարկվում եւ օգնելու է Հայաստանին հիբրիդային այդ սպառնալիքներին ճիշտ ձևով դիմակայել։ Ինչու եմ ես այսպես ասում, քանի որ ընտրություններից առաջ խումբ էր կարևոր ժամանելու Հայաստան, հավանաբար ժամանեց, բայց կոնկրետ այդ ժամանակահատվածում խոսվում է, որ այդպիսի առաքելություն է հատուկ ձևավորվելու, ոչ միայն խումբ, այլ հատուկ առաքելություն է ձևավորվելու։ Հիմա այս հայտարարությունից հասկանում ենք, որ այդ առաքելությունը նոր է հաստատի տեղի ունենալու Հայաստանում, բայց միանշանակ չափազանց կարևոր է, որ Կայա Կալասը այսօր հայտարարեց այդ մասին, հայտարարեց նաև այն մասին, որ Եվրամիության արտգործնախարարներով այդ հարցը քննարկել են, Հայաստանը շատ լուրջ սպառնալիքների ներքո է, հիբրիդային սպառնալիքների, որոնք որ գալիս են հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, այսօր ճիշտ է այլ ոճի հարցազրույց տեսանք Զախարովայի, բայց ես գրեթե համոզված եմ, որ Զախարովան իր ոճը չի փոխելու։ Գրեթե համոզված եմ, անհնար է, կարելի ասել, շատ քիչ է դրա հավանականությունը, որ Զախարովան իր ոճը փոխի, բայց որ հիմա խոսում է Հայաստանի անկախությունից եւ ինքնիշխանությունից, բնականաբար շատ լավ է եւ ողջունելի է։ Միշտ ասել եմ, մենք իրերը կոչում ենք իրենց անուններով։ Սակայն դա չի նշանակում, որ հիբրիդային սպառնալիքները ավարտված են, հիբրիդային պատերազմ չի մղվելու ընդդեմ Հայաստանի։ Եվ դրա համար այս առաքելությունը, որը որ հիմա ձևավորվելու է Հայաստանի համար, Եվրամիության կողմից, բնականաբար ոչ միայն Հայաստանի համար, նաև իրենց համար, քանի որ այդ կարևոր ճանապարհն է հիմա անցնելու Հայաստանով։ Հայաստանը այսպիսով շատ կարևոր դիրք ունեցավ եւ նշանակություն ունեցավ հիմա Եվրոպայի համար։ Դրա համար այդ հիբրիդային խումբը կարևոր է, որ իրենց
ծրագրերը նույնպես անխափան լինեն Հայաստանում Եվրամիության, եւ հիմա ձևավորում են այդ առաքելությունը։ Ես կրկին մեկ անգամ նշեմ, ես արդեն պատկերացնում եմ, որ այդ առաքելությունը արդեն ձևավորված է, մի փոքր կամաց են ընթանում գործերը, դե Եվրոպան միշտ էլ սովորաբար դանդաղաշարժ է, բայց որ այդ որոշումը հիմա կայացվեց եւ այդ առաքելությունը սկսելու է գործել, ստեղծվում է հիմա այդ առաքելությունը, դա միանշանակ ողջունելի է։ Հաջորդ հարցը վերաբերվում է TRIP-ին։ Քիչ առաջ ես ստացա մի հետաքրքիր հաղորդագրություն այն մասին, որ Ազատությունը հարց է ուղղել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարություն, կոնկրետ հարցը վերաբերվել է ԵԱՏՄ-ին, ավելի ճիշտ հիշում եք Հայաստանի փոխարտգործնախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր TRIP-ին եւ ասել էր, որ TRIP-ը գործելու է ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Իմիջայլոց այդ հայտարարությունը արվել էր Գալուզինի Ռուսաստանի փոխարտգործնախարարի այն հայտարարությունից հետո, որ Գալուզինը ասել էր, որ ԵԱՏՄ-ի կանոններով պետք է գործի TRIP-ը եւ Ռուսաստանը, քանի որ ներկայ է Սյունիքում, ասել էր նա, հիշում եք, չէ՞, Ռուսաստանը նույնպես ներկայություն պետք է ունենա, որպեսզի Իրանի համար էլ ընդունելի լինի TRIP-ը, ինչպես նաեւ Չինաստանի։ Մոտավորապես այսպիսի հայտարարություններ եղել։ Հետո Հայաստանի փոխարտգործնախարարը ասաց, որ հա, TRIP-ը գործելու է ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Ես պատկերացնում եմ, որ չնայած Ազատությունը շատ լավ հասկանում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, փաստաթղթեր ունի ստորագրած եւ ըստ այդ փաստաթղթերի Հայաստանի բոլոր սահմանակետերն են գործում, բայց այնուամենայնիվ այդ հարցը ուղղեցին պետքարտուղարությանը։ Ես կրկին նշեմ, Հայաստանի քաղաքացիները հասարակ մարդիկ առաջին հայացքից կարող է չհասկանան, թե ինչ հայտարարություններ դա, բայց դերևս Հայաստանը դերևս ԵԱՏՄ-ի անդամ է։ Երբ որ դուրս կգա, բնականաբար ոչ միայն TRIP, այլ մնացած սահմանակետերը նույնպես ԵԱՏՄ-ի շրջանակներում չեն գործելու, բայց քանի որ անդամ է, Հայաստանը ստիպված է, որ ԵԱՏՄ-ի փաստաթղթերով իրականացվեն դեռնափոխադրումները։ Բնականաբար կարող է խախտել Հայաստանը այդ ամենը, բայց դա արդեն կունենա այլ հետևանքներ, այլ հայտարարություններ, մի խոսքով։ Ռուսաստանը խախտում էր, չէ՞, չէր թույլ տալիս հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան եւ Ռուսաստանով դեպի այն երկրներ, որոնք որ նույնպես ԵԱՏՄ-ի անդամ են, հայկական ապրանքները չէին կարող գնալ դեպի ԵԱՏՄ-ի այլ երկրներ։ Մի մասը գոնե այդպիսի խնդրի բախվեց ապրանքների։ Ասածս այն է, որ Հայաստանը կարող է, ճիշտ է, այլ ձև վարվել, բայց Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ լինելով ունի փաստաթղթեր եւ կարող է այդ փաստաթղթերին հավատարիմ մնալ։ Պատասխանն էր այստեղ կարևորը։ Պատասխանն էր կարևորը ամերիկյան կողմի, որ Հայաստանը ինքնիշխան երկիր է եւ այդ փաստաթղթերի համաձայն, որը որ ստորագրվել է TRIP-ի շրջանակներում, Հայաստանի իրավազորության ներքո է լինելու TRIP ծրագիրը, անկախության, ինքնիշխանության եւ իրավազորության, այսինքն բոլոր այն իրավական ակտերը, պայմանավորվածությունները, պայմանագրերը, միջազգային այդ ամենը կարգավորվելու է Հայաստանի օրենսդրությամբ։ Եվ սա շատ հետաքրքիր, հրաշալի պատասխան էր պետքարտուղարության կողմից, այլ պատասխան ես չէի էլ սպասում, եթե անկեղծ լինենք։ Բայց այստեղ կա մեկ կարևոր բայց եւ բավականին լուրջ բայց։ Եթե TRIP-ի համար ընդհանուր վերցնենք հիմնականում Կենտրոնական Ասիայի հետ է ծավալվելու առևտուրը, Թուրքիա, Սյունիք, Ադրբեջանով, Կասպից ծովով Կենտրոնական Ասիայի երկրներից, որոնց մի մասը ԵԱՏՄ-ի անդամ է, ապա այստեղ մեկ ուրիշ հարց է առաջանում իմ մոտ։ Եվրոպան, որ ուզում է կառուցել շատ կարևոր ծրագիր եւ ճանապարհ Թուրքիայով, Հայաստանով, Ադրբեջանով մինչև Կենտրոնական Ասիա, հիմա 3 անցակետ են կառուցելու Հայաստանում, դրա համար ականապատ տարածքներ ականազերծում են, մեքենաներ են ուղարկել, ահա այստեղ ես կարծում եմ, որ ապագայում միանշանակ հարց է դրված եւ Հայաստանին երևի թե օգնեն,
որպեսզի Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Դա իմ անձնական կարծիքն եմ ասում, իմ պատկերացումներն եմ ասում, բայց մոտավորապես ահա այսպեսին է լինելու ԵԱՏՄ-ում Հայաստանի ճակատագրի հարցը կամ այլ կարգավորումներ կմտածեն, ինչ որ մի բան, որովհետև Եվրամիության երկրները դժվար թե ցանկանան Հայաստանով անցնել ԵԱՏՄ-ի օրենքների շրջանակներում, հայ թուրքական սահմանը այդպես հատեն, հայ-ադրբեջանական սահմանը այդպես հատեն եւ բեռնափոխադրումներ այս կողմ կամ այն կողմ իրականացնեն ԵԱՏՄ-ի օրենսդրության համաձայն։ Սա եւս պետք է փաստենք, հասկանանք, քանի որ չափազանց կարևոր է դա նույնպես հասկանալ։ Նույնն է ինչ որ չափով նաեւ թրիփի մասով, բայց այդ հարցը միանշանակ ավելի սուր կդրվի Եվրոպայի համար։ Հիմա խոսենք միջազգային հարցերից, քանի որ Դոնալդ Թրամփը հետաքրքիր հայտարարություններ արեց Հորմուզի նեղուցի շուրջ, Իրանից ունենք մի քանի հայտարարություններ։ Իրանի արտգործնախարարության խոսնակը կրկին սկսել է մեղադրել Միացյալ Նահանգներին, որ նրանք ի սկզբանե խախտում են բոլոր համաձայնությունները, Միացյալ Նահանգները այդպիսի երկիր են եւ հիմա այլ խախտել են 5-րդ կետը հուշագրով եւ վտանգում են տարածաշրջանում նավարկության ընթացքը Հորմուզի նեղուցով, այսինքն մի փոքր անհեթեթ հայտարարությունը, գիտեք ինչու համար, Հայերանը ասում էր, որ ահա այս ճանապարհներով պետք է անցնեք Հորմուզի նեղուցով, հակառակ դեպքում ձեր անվտանգությանը վտանգ է սպառնում, հասկացնելով թե այնտեղ մենք ականապատ ենք, այլ տեղերում ականապատ է նեղուցը, դրա համար մեր ուղիով պետք է անցնենք, որը որ մենք համարում ենք բաց, բայց եթե նավերը սկսում էին անցնել այդ արգելված մասերով նեղուցի անվտանգության համար, իրանցիները սկսում էին հրթիռակոծել կամ անհեշտաշուխ սարքերով հարվածներ հասցնել այդ նավերին։ Փոքր տարօրինակ է, բայց մենք վերջերս շատ ենք տեսնում տարօրինակություններ իրանական կողմից։ Հիմա կարևոր է հասկանալ, թե ինչ է ասել Թրամփը։ Նա ասել է, որ մենք 50 տարի պահել ենք նեղուցը եւ մեզանից երբեք վճար ոչ ոք չի վերցրել, մեզ դրա համար երբեք չեն վճարել, մենք դա պահպանել ենք անվճար 50 տարի, բայց հիմա կվերցնենք գումար։ Այսինքն Իրանի օրինակով Միացյալ Նահանգները հիմա գումար է վերցնելու Հորմուզի նեղուցի անցման համար։ Նա նաև հայտարարել է, որ Խոմեյնին այլևս չկա, իսկ նրա որդին 90% հավանականությամբ նույնպես այլևս չկա։ Եվ այս խոսակցությունները հիմա ակտիվացել են Խամենեիի մահվանը, ավելի ճիշտ Խամենեիի հուղարկավորությանը չմասնակցելու համար, քանի որ Մոջթաբա Խամենեին այնտեղ չի մասնակցել, դրա համար ոչ միայն Թրամփը, այլ շատերը ասում են, որ 90% է հավանականությունը, որ նա այլևս կենդանի չէ։ Դրանից բացի ամենակարևորը Թրամփը հայտարարեց քիչ առաջ, որ իրենք վերսկսում են Հորմուզի նեղուցում Իրանի շրջափակումը, լրիվ այդ պայմանավորվածությունները ավարտված են, կարծես թե ով գիտե Թրամփը ինչ կորոշի կամ իրանցիները, այս պայմանավորությամբ այդպես է դուրս գալիս։ Իրանի նկատմամբ շրջափակումը կրկին ուժի մեջ է մտնում, իսկ մնացած երկրները կօգտվեն անխոչնդոտ նավագնացությունից Հորմուզի նեղուցով, որը որ ապահովելու է Միացյալ Նահանգները իր ռազմական ուժի եւ գերակայության շնորհիվ, բայց ասում է, որ 20% մաքսատուր կամ ինչ որ վճարեք տալու դրա դիմաց Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Սա ասում է Դոնալդ Թրամփը։ Եթե Իրանը վերցնելու էր 1%, եթե չեմ սխալվում, այդպիսի հայտարարություն կար, ապա Միացյալ Նահանգները վերցնելու են 20%։ Եվ ինչպես հայտարարել է Դոնալդ Թրամփը, այդ գործընթացը հենց հիմա արդեն իսկ մեկնարկում է։ Այստեղից դուրս է գալիս, որ Միացյալ Նահանգները հաստատի իրենք են փող վերցնելու Հորմուզի նեղուցի համար։ Եվ այստեղից նաև դուրս է գալիս այն, որ պատերազմը չի ավարտվում Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև, եւ նախորդ հաղորդման ընթացքում ես ասացի, որ դրան կարող է միանա, հավանականությունը շատ է, որ միանա նաև Իսրայելը, քանի որ արդեն համար 1 են տալիս Իսրայելում։ Անձամբ պաշտպանության նախարարն է այդ մասին հայտարարել։
Եվ հենց հիմա սիրելի հայրենակիցներ տեսնում եմ ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկությունը, չեմ կարող հաստատել այս տեղեկությունը, իբր այն մասին, որ Իսրայելում հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դադարեցվել է։ Քնեսետը այդ հարցը չի քննարկելու եւ քվեարկությունը այդ հարցի շուրջ դադարեցված է։ Կարծում եմ մոտ մի քանի ժամերի ընթացքում մենք ավելի մանրամասն կտեղեկանանք այս հարցի մասին։ Դրանից բացի մի հետաքրքիր տեղեկություն էլ ենք հիմա ստանում, որ Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի հուտիներին։ Ավելի ճիշտ, Եմենի հուտիների մայրաքաղաք Սանիում գտնվող օդանավակայանին։ Հիմա մի քանի խոսքով անդրադառնանք Վլադիմիր Պուտինի այսօրվա հայտարարություններին։ Վլադիմիր Պուտինը ասում է, որ Ղրիմի մասով իրենք նոր էլեկտրամատակարարման համակարգ են ձևավորում Ղրիմի շուրջ, որին չի հասնելու իրենց հակառակորդ։ Իմիջիայլոց Պուտինը արդեն սկսում է անվանել Ուկրաինան, ուկրաինացիներին հակառակորդ։ Սա հետաքրքիր փոփոխություն է։ Նա նաև ասել է, որ անպայման ինքը սպասում է, որ Ռուսաստանը հաղթանակ է տանելու SVO-ում, այդպես էինք անվանում պատերազմը, հատուկ ռազմական գործողություն, չնայած որ Պեսկովը արդեն քանի անգամ հայտարարել է, որ այն վերածվել է լիարժեք պատերազմի։ Նա նաև ասել է, որ Ռուսաստանի պատասխանները հակառակորդների հարձակումներին կլինեն հայելային եւ մի քանի անգամ ավելի հզոր։ Եվ ահա այս հայտարարությունները, եթե ուշադիր եք դարձնում, հաստատի խոստովանում է, որ ուկրաինական զորքերը, հատկապես անօդաչու թռչող սարքերը, լուրջ խնդիրներ են ստեղծել Կրիմում եւ ոչ միայն դրա համար, ահա այս ոչի հայտարարություններով է հանդես գալիս Վլադիմիր Պուտինը, որը որ հստակ նշանակում է մեկ բան, որ Վլադիմիր Պուտինը տեսնում է, հասկանում է եւ ինչ որ միտեղ ընդունում է այն լրջագույն խնդիրները, որոնք որ առաջացել են այս պատերազմի հետևանքով։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, աջակցություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։